Բարի օր, սիրելի այծեղջուրներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով այսօր ապրիլի 30-ն է։ Ապրիլի վերջին օրը եւ արդեն վաղվանից սկսվում է մայիս ամիսը եւ ես հենց մայիս ամսվա կանխատեսումը կներկայացնեմ ձեզ։ Հասրեցինք իհարկե մինչեւ մայիս ներկայացնել եւ նշեմ, որ հենց վաղվանից կսկսվի լիալուսինը։ Ես ներկայացրել եմ իհարկե աուդիո տարբերակով մայիս ամիսը այդպես իր լարված լինելու հետ կապված, երկու լիալուսին ունենալու, մեկ նորալուսին, ընդհանուր այդպես լարվածությունը կա եւ ես դրա մասին խոսել եմ, այնպես որ դուք տեղեկացված եք եւ հիմա փորձեմ ձեր նշանի համար մանրամասնել, նորից հիշեցնեմ, որ լսում ենք առաջին ասցենդենտի նշանը, հետո ձեր արևի նշանը, այդ երկուսը միացնում, ինչպես են, ինչ ասել է, ասցենդենտի նշանը իմանալու համար, ինչ ասել է ասցենդենտի նշան, ինքն էլ կարող եք բացել ինտերնետը, որովհետև ստացվում է այնպես, որ ես անընդհատ պետք է բացատրեմ, դա հնարավոր չի։ Բացում եք ինտերնետը, գրում եք, ինքը ձեզ կբերի բացատրությունը, դուք կհասկանաք ինչ ասել է ասցենդենտի նշան, եւ այն պայմանավորված է ձեր ծննդյան ճշգրիտ ժամով։ Ահա, եւ գիտեք, լսել միայն արևի նշանով, դա թերի է լինում, կիսատ է լինում, այնպես որ լսեք ասցենդենտի նշանով առաջին հերթին, հետո արևի։ Եվ հաճախ գրում են մեկնաբանություններում, կասեք ինձ ինչ է սպասում, այսպես, տարեթիվ չեն գրում, ժամը չեն գրում, կամ այսպիսի բաներ է լինում։ Եվ հետո եթե դու գրում եք ժամ, ձեր գրած ժամը ինձ համար հիմք չէ, որովհետև ես պիտի հաշվարկեմ, գտնեմ եւ կարողանամ միանալ էներգետիկ դաշտին, եւ երկրորդը, եթե դուք նույնիսկ համոզված եք, ես պիտի ուրեմն հարցեր տամ եւ ճշտեմ, արդյոք դա ձեր ուրեմն ճշգրիտ ժամն է ծննդյան, իսկ եթե այս ամենը չի արվում, ես չեմ կարող ուրեմն ձեր հարցերին պատասխանել, որովհետև դա ճիշտ չի լինում, որովհետև ես չեմ միանում ձեր էներգետիկ դաշտին, եւ եթե որոշ տգետներ, գուշակներ, նման բաներ են անում, ես ձեզ խնդրել եմ, որ ինձ չշփոթեք գուշակների հետ, ես կապ չունեմ այդ աղբի հետ, կապ չունեմ, հենց այսպես էլ արտահայտվեմ, եւ եթե ասենք ժամանցային գուշակությամբ են զբաղված իրանք եւ այդպես նստած անելիք չունեն, մարդիկ գրում են ու կասեք ինչ է լինելու, կասեք ինչ է լինելու, ասենց էժանագին ինչ որ բաներ էլի, ուրեմն դա չի կարող ճիշտ լինել, պարզապես տենց հավաքվում են տգետներով ու այդպես փոխանակվում են իրենց տգետ մտքերով։ Միայն սա կարող եմ ասել, որովհետև նման բան չի կարելի, սա պրոֆեսիոնալ չի։ Սա այնպես որ ինձ այտենց որ հարցեր եք տալիս, նորից եմ զգուշացնում, ես ժամը պիտի հաշվարկեմ, կամ եթե ժամը ստուգ է, ես ամեն դեպքում պիտի ստուգեմ, հետո նոր կարողանամ ձեր հարցին պատասխանել, այնպես որ այտենց գրելով ես բաներ կա, որ չեմ կարող ձեզ ուրեմն պատասխանել։ Նույնիսկ երբ ժամը գրում են, ես ասում եմ, որ եթե ժամին եք ծնվել, ձեր ասցենդենտի նշանը փոխվում է, եթե մինչև այս ժամը ձեր նշած, ուրեմն սա է լինում, այսինքն դուք պետք է կողմնորոշվեք, եթե հաշվել չեք տալիս, ուրեմն դուք ինքներդ կողմնորոշվեք, ես դա ասում եմ։ Եվ այս անգամ տեսեք նորալուսինը մայիսին, որ տեղի կունենա 17-ին, մայիսի 17-ին արևելուսինը կմիավորվենք 26 աստիճանում եւ այն տեղի կունենա ցուլի նշանում, հենց ինքը հողի նշանում է, սա լավ է, տեսեք, ժամը լինելու է 00:00:51, այսինքն 00:01 կարելի ասել գիշերը 00:01-ին, հասկացաք արդեն 1 րոպեի շնորհիվ փաստորեն ոչ թե մայիսի 16 է, այլ մայիսի 17 փոխվում է օր, շատ բան է փոխվում, նոր օր է, լրիվ փոխվում է, լրիվ ուրիշ ճակատագիր, հասկանում եք, շատ մեծ նշանակություն է, իհարկե Ռուսաստանում, արևմուտքում արդեն 16-ն է լինում, հա, օրը, մայիսի 16-ին կլինի նորալուսինը, բայց մեզ մոտ 1 րոպեի տարբերությամբ լինում է 17-ին, այսքան կարևոր է 1 րոպեն 1 տարի է, այնպես որ
ես ուզում եմ որ դուք հասկանաք, ես սա ընդհանուր իհարկե 1-2 օրից կնկարահանվեմ եւ կխոսեմ այս մասին, որպեսզի մարդիկ բոլորը իմանան, ոչ միայն այծեղ ջուրի նշանով, բայց հիմա այսօր ես սկսում եմ ձեր նշանով, իդեպ նշեմ, որ դուք երկրորդ տեղում եք եւ ձեր երկրորդ տեղը պահպանել եք, սիրելի այծեղ ջուրներ։ Ահա, եւ սկսում եմ ձեր նշանից եւ պարզապես մի քիչ այդպես խոսակցությունը լայնեցի այդ թեմայի շուրջ, իհարկե դուք եք բոլորն էլ գրում են մեկնաբանություններում, ուրեմն իմացեք, որ ես չեմ պատասխանում, ինչև չեմ կարող պատասխանել, ինչև ես ժամը չիմանամ, որովհետև սխալ պատասխանի դեպքում դա իմ հեղինակությունն է։ Հենց առաջին հերթին սա եւ երկրորդը, եթե ես չեմ միանում ձեր էներգետիկ դաշտին, ես չեմ կարող ձեզ ճշգրիտ պատասխան տալ։ Այս հարցերը կարգավորեցին։ Եվ այսպես մայիս ամիսը ես արդեն ասել եմ, որ ինքը լարված ամիս է։ Մենք ունենք 2 լիալուսին, այսինքն մայիսը սկսվում եւ ավարտվում է, այսինքն ամբողջովին գտնվում է լիալուսիների ազդեցության ներքո, այսինքն լարվածությունը հոգեպես եւ ընդհանուր, հա, որովհետեւ երկրում կատարվող իրադարձությունները եւս բերում են լարվածություն, չգիտես ինչ կլինի, ինչ է սպասվում, հա, այդ ամեն ինչը եւս մեզ փոխանցում է այդ լարվածությունը, իսկ այն մարդիկ, ովքեր այդ վիճակում են գտնվում, հա, պատերազմական վիճակում են գտնվում, իրենց համար շատ էլ ավելի ծանր է, որովհետեւ այս ամենը, ասենք ասցենդենտով այծեղ ջուր միայն հո հայերը չեն, բոլոր մարդկություն է, բոլորն են, այնպես որ այսպեսի իրավիճակներ եւ լարվածությունը մայիսին փաստորեն ավելի մեծ կլինի եւ այսպես մայիսի 1-ին բացումը անենք լիալուսնով արևև լուսինը կհակադրվեն 12 աստիճանում եւ այնտեղ է ունենալու կարիճի նշանում ժամը Հայաստանի ժամանակով 21:22:59 վայրկյան ես արդեն նշել եմ որ այս երկու լիալուսիններն էլ իրենք վատ լիալուսիններ են որը ոչ մի լավ իրադարձություն չեն կարող բերել եւ դա հիմա կփորձեմ ես հիմա խոսել այդ թեմայի շուրջ ձեր նշանի համար հաջորդ լիալուսինը կլինի մայիսի 31-ին կփակի մայիս ամիսը արևելուսինը կհակադրվեն 10 աստիճանում եւ լիալուսինը Հայաստանի ժամանակով կլինի 12:45 րոպե ահա ուրեմն սրանք են լիալուսինը նորալուսինի մասին արդեն ես ասեցի նշեցի եւ իհարկե Պլուտոնն է դառնալու հետընթաց որ գտնում է ջրհոսի նշանում արևը կփոխի նշանը այստեղ երկորյակի նշան է եւ արդեն մնացածը Մարս Վեներա Մերկուր իրենք եւս կփոխեն իրենց նշանները ահա սրանք են ուրեմն հիմնական իրադարձությունները ես հիմա ամփոփ ձևով ներկայացնեմ ձեր ընդհանուր ուրեմն պատկերը իրավիճակը թե ինչ է սպասում, ինչ են տրանզիտները ձեզ հուշում բոլոր դեպքերում զգուշացնում, հուշել բառը չեմ սիրում, ինչ իրավիճակ, ինչ էներգիաներ են կենտրոնացնում, մնացած արդեն պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, որտեղ յուրաքանչյուր քարտեզում մոլորակներ ունեն այլ դասավորություն եւ տեսեք, որ ասենք, եթե որոշակի մոլորակներ ջրի նշանում շատ ունեք մոլորակներ, այստեղ բնականաբար էմոցիաները ավելի բարձր կլինեն ոմանց մոտ ինչ որ առումով ցածր ոմանց մոտ շատ ավելի բարձր որովհետև փոփոխություններ ձեր կյանքում կլինեն ոմանց մոտ աշխատանքի հետ կապված իրենց կոլեկտիվում կարող են հարցեր առաջանալ կամ ֆինանսական կամ այլ հարաբերություններ կարող են լինել եւ դա այդպես կարող է բերել փոփոխությունների դուք մտածեք ինչ որ փոփոխությունների մասին գիտեք մայիսը նաև այստեղ թե աշխատանքի թեման թե ոմանց մոտ անձնական թեման որ կապված է արտերկրի հետ թե պարզապես կարող են լինել դրա շրջագայություն կամ դուք այնտեղ աշխատանք ունեք կամ ինչ որ սիրած անձնավորություն եւ այլն շատ տարբեր յուրաքանչյուրի մոտ եւ այստեղ հնարավոր է որ մայիսին ինչ որ գործողություն լինի եւ ինչ որ իրադարձություն եւ դա լինի բեկումնային ինչ որ դա կարող է բերել հենց փոփոխություն ձեր կյանքը դրանից ելնելով ինչ որ բան փոխվի ձեր կյանքում դրական թե բացասական դա արդեն նորից եմ կրկնում ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս բոլոր դեպքերում այստեղ
Գիտեք, ընտանեկան թեման, ամուսնության թեմա, ընտանեկան թեման եւ ծնողների այդ ընտանիքի մասին է խոսքը նաեւ ձեր անձնական հենց կոնկրետ ձեր ընտանիքի մասին, այս թեմաները բավականին ակտուալ կլինեն, խոսակցությունները եւ իհարկե սիրո թեմային ոմանց մոտ իրենց երեխայի թեման կարող է լինել եւ այստեղ դժվարություններ կլինեն, կարծես թե գործ առաջ չի գնում, էմոցիաները եւ դուք չեք հասկանա ինչ անեք, ինչպես գործել, կարող եք ընկնել էմոցիաների ազդեցության տակ, ես արդեն նշեցի նայած ձեր մոլորակներն ինչ դասավորություն ունեն, ոմանք կարող են ընկնել մոլորակների այդ էմոցիաների ազդեցության տակ, ոմանք մի քիչ ավելի սառը այդ ամեն ինչին կարող են նայել, բոլոր դեպքերում միտքը ինքը ճիշտ խորհուրդներ չի տա ձեզ, այստեղ էմոցիաները կարող են խանգարել, որպեսզի դուք ճիշտ քայլեր անեք, որովհետև գիտեք ինչ ճիշտ է, այստեղ արևը ասեն գտնում է ցոլի, նշանում հողի նշանում է, բոլոր դեպքերում դուք լինելով այծեղ ջուր եւս հող, դա շատ լավ է, բայց նույն հաջողությամբ դուք կարող եք ջրհոսի նշանում կամ առուծի նշանում ունենաք շատ մոլորակներ եւ այստեղ ինչու ոչ կարիճի նշանում էլ ունենաք մոլորակներ եւ դա արդեն իրավիճակ է փոխվում այստեղ իրավիճակ է փոխվում, որտեղ դա արդեն կոնկրետ ձեր հետ կապ ունի, այնպես որ ես ձեզ խորհուրդ կտայի, որ դուք ուշադրություն դարձնեք ձեր առողջական վիճակին, որովհետև աշխատավայրում, աշխատանքում եւ կոլեկտիվի հետ կապված ինչ որ հարցեր կարող են լինել, դժվարություններ, հարաբերություններում ինքը կբերի դժվարություններ, ինչ որ որոշում կայացնելու, հասկանալու թե ինչ է կատարվում ֆինանսներին, ֆինանսներ, աշխատանք, այս ամեն ինչը գիտեք միախառնված են իրար հետ, որոնք էլ կարող են բերել ձեզ մոտ առողջական խնդիրներ, պետք է ուշադրություն դարձնեք եւ ես այդտեղ ջուներին խորհուրդ կտամ հետեւյալը, որ դուք զբաղվեք մայիս ամսին, քանի որ ինքը լարված է լինելու, զբաղվեք ձեր սիրած ոչ միայն գործով, այլ ձեր ժամանակը անցկացնել այնպես, ինչպես որ ձեզ դուր է գալիս, հա, այսքան ամեն մեկ ինչ որ մի բանով զբաղվի, որ իրեն հաճելի է, ոմանց լողավազան գնալը, ոմանց սպորտով զբաղվելը, ոմանց ասենք ամեն առավոտյան վազելը կամ երեկոյան հետաքրքիր ֆիլմ դիտելը, շրջագայությունը, պարզապես չնայած որ հիմա վտանգավոր է շրջագայելը, առանձնապես խորհուրդ չէի տա շրջագայություն կազմակերպել, մի քիչ դժվար է կամ եթե վստահ եք ուր եք գնում եւ այլն այդ դեպքում, բայց ընդհանուր ինքը լարվածություն կա մայիս ամսին, ես խորհուրդ չէի տա, այնպես որ որոշեք ինքներդ, իհարկե բոլոր դեպքերում մայիս ամսին զբաղվում եք դուք անպայման, ուրեմն այնպիսի ուրեմն ձեր սիրած գործով, որը կթուլացնի առողջական վիճակի վրա ազդեցություն, հա, կփորձի բալանսավորել, իսկ եթե ամբողջությամբ մտնեք աշխատանքի մեջ, կոնֆլիկտի մեջ, ձեր կոլեկտիվում եւ այլն, այս դեպքում ձեր վիճակը ավելի կլարվի եւ դուք կունենաք, ասենք, ճնշման խնդիր կամ ասենք ողնաշարի խնդիր եւ այլն, այդպես անընդհատ երբեմն նստած վիճակով կամ հակառակը անընդհատ շարժման մեջ կարող եք շատ օգնել եւ ի վերջո անընդհատ ոտքերի վրա այստեղ արդեն ողնաշարի խնդիր կարող է առաջացնել եւ այլն այնպես որ այստեղ ֆինանսական աշխատանքը վերանայել աշխատանքը ֆինանսներ արդյոք այդ աշխատանքը լավ է արդյոք ինչ որ բան ավելացնել փոփոխել իդե փոփոխություն պահանջվում է եւ ցանկալի է որ դուք հասկանաք ասենք եթե չեք դիմում մասնագետին ուրեմն փորձեք ինքներդ հասկանալ ինչ փոփոխություն պետք է մտցնել միգուցե նոր ծրագիր սովորել միգուցե նոր մարդիկ ընդգրկել կամ ինչ որ մեկից ընդհակառակը աշխատանք իր հետ շփվել
աշխատանքում, ասենք չհամագործակցել, այսպիսի հարցեր կա, վերանայեք ինչ փոփոխություն կարող եք ուրեմն ունենալ եւ սա իհարկե նորից ասեմ, որ պայմանավորված է ձեր անձնական ուրեմն քարտեզով եւ իհարկե ոմանց մոտ երեխայի թեման է իրենց հոգսերով եւ արդեն ասացի ամուսնության թեման է, որը կարծես թե ոմանց մոտ էլ հարաբերությունները անպայման չի ամուսնություն, կարող են պարզապես հարաբերություններ լինել, որ ձգվում են, ասենք կոնկրետ հարցեր են դրվում, բայց դա ձգվում է, դժվարանում է եւ այլն եւ արդեն ձեր անձնական քարտեզով պայմանավորված ինչ որ մեկի մոտ դա կարող է հաջողվել, նայած ինչ դասավորությունն են ձեր մոլորակները, ասենք թե արտերկրի հետ կապված, թե ամուսնության հետ կապված եւ այլ հարաբերություններում ոմանց մոտ կարող է հաջողվել, ոմանց մոտ դա կարող է լինել լրիվ հակառակ ուրեմն էֆեկտը կամ իրավիճակը լինել։ Ահա այսպիսի իրադարձություններ են եւ իհարկե գիտեք ես հիմա այսպես որ առանձնացնեմ ասիկան այսօրը կա հետո այսօրերը ես չեմ ուզում առանձնացնել մասնավորապես որ դուք ունեք ձեր անձնական ուրեմն քարտեզը յուրաքանչյուրը դասավորությունը ես ուղղակի այսպես ասեմ որ մայիսը ինքը լարված է ցանկալի է որ ամբողջ մայիս ամիսը դուք լինեք ուշադիր եւ երբ որ լարվածություն կա խուսափեք ուրեմն խոսակցություններից կոնֆլիկտի մեջ ներքաշվելուց եւ ժամանակ ուղղակի անցկացրեք հաճելի եւ ժամանակ տրամադրեք ձեր հանգստին կոնկրետ աշխատանքից հետո անպայման դա զուգակցեք որպեսզի կարողանաք հեշտ հաղթահարել ես ձեզ համար իհարկե նայելով ձեր քարտեզը բնականաբար դրա համար մանրամասնում եմ եւ կանգ եմ առնում կոնկրետ այն թեմայի վրա որը ձեզ համար կարեւոր է սիրելի ասցենդենտով այդ ծեղջուրներ իհարկե կլսեք նաեւ ձեր արևի նշանով ինչ եք այդ երկուսը կմիացնեք եւ կհասկանաք ընդհանուր թե ինչին եք ուշադրություն դարձնում այդպես ընդհանուր պատկերը ձեզ համար པարզ կլինի եւ արդեն մնացածը դուք ինքներդ կկարողանաք կարգավորել այսքանը երևի թե այսքանով ես կավարտեմ մեկ երկորից իհարկե կհանդիպենք եւ արդեն վիդեո տարբերակով եւ ես ձեզ այդպես ընդհանուր կներկայացնեմ իրավիճակը, որովհետեւ աշխարհում կատարվող ուրեմն իրադարձությունները բնականաբար անմիջապես անդրադառնում են մեզ վրա, ելուն վրա պիտի անդրադառնան, եթե ոչ մեզ վրա եւ դա իհարկե այդպես առայժմ այսքանը սիրելի այցեղջուրներ գրեք անպայման ձեր տպավորության մասին օգտակար եղան արդյոք խորհուրդները ուշադրություն դարձեցիք զբաղվեցիք ձեզ համար հաճելի գործով կամ զուգակցեցիք ձեր աշխատանքը եթե ծանր այդպես աշխատանք է եւ այլն եւ չմոռանաք լայքել ես ձեզ հետ կհանդիպեմ հաջորդ ամիս առայժմ